Ժորժան, որոշ ընդդիմադիր քաղաքական շրջանակներ մի ոգևորվում են, ասեմ, ուրախանում են, որ Հայաստանը պատժամիջոցների տակ է հայտնվում Ռուսաստանի կողմից ինչ-որ արգելքների, արտահանման հետ կապված, համարելով, որ դա ուրեմն թույլատնում է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Ու որևէ մեկը չի ասում, գիտեք, հələ մի հատ մեր ներքաղաքական պայքարը, մեր տարաձայնությունները, մեր աթոռակռիվը դնենք մի կողմ, առաջի հերթին դա կպնում է հայ մարդուն, այն մարդուն, ով հողագործությամբ է զբաղվում օր ու գիշեր, որ հիմա եկել է ժամանակը, որ պետք է արտահանի իր ապրանքը, այ իրան է կպնում, մեր տնտեսությանն է կպնում, հայ ժողովրդին է կպնում։ Լավ կլինի մեր երկրում պետական մոտեցում լինի, իշխանություն, ընդդիմություն, այդ աթոռակռիվը, եթե դուք անում եք, արեք, բայց մի արեք այտենց պրիմիտիվ, ինչ հաշակում ոգևորվել, ուրախանալ, հələ մի հատ էլ կոչեր եմ լսում, որ գիտեք ինչ, բան արեք, ավելի շատ պատժամիջոց, տեսակ, բան եւ այլն, մենք բոլորս, բոլոր քաղաքացիները, ովքեր ունեն հնարավորություն Ռուսաստանի հետ տարբեր շրջանակների հետ շփվում են, բիզնես կլինի, փորձագիտական կլինի, քաղաքական կլինի, հասարակական կլինի, բոլորս պետքա մեր տարաձայնությունները ներքին թողենք ներսում, հիմա աշխատենք նրա վրա, որ հայ մարդը առաջին օր շուտ կարողանա արտահանի իր ապրանքը, ռուսական կողմի հետ վարենք մեր բանակցությունները, մեր քննարկումները, ամեն մեկը իր տեղում, ամեն մեկը կարողանա իր ձևով դրական կերպով ազդել այդ ամեն ինչի վրա։ Ներ քաղաքական այդ աթոռակռիվը, լսեք, հերիք ու բոլ եղավ, հա։ Պետական մոտեցում պետքա լինի։ Ժողովուրդը այս ամեն ինչը տեսնում է, մերժելու է բոլորին, այս քաղաքական համակարգը, քաղաքական ընդդիմությանը եւ այլն, մերժելու է։ Գալիս է պետական մտածողություն ունեցող, ռացիոնալ, պրագմատիկ, ժողովրդին սիրող, ժողովրդի հետ անկեղծ լինող քաղաքական գործիչների ժամանակը, նոր ընդդիմության, ես Արման Ղուկասյանն եմ, Հանուն սոցիալական արդարության կուսակցության նախագահն ու ասում եմ, նոր ժողովրդական ընդդիմություն է ձևավորվելու, ժողովրդական, ժողովրդի հետ կապ ունեցող ընդդիմություն, այդ դա է լինելու ու մենք միասին անպայման հասնելու ենք բոլոր հարցերի լուծման, Ժորժ ջան, մենք շատ ենք ու մենք ճիշտ ենք, տարածեք այս տեսանյութը, գրեք մեկնաբանություններում եւ բաժանորդագրվեք իմեջին։